1973 թվականի հուլիսին Կալիֆոռնիայի Նյուպորտ Բիչ քաղաքում անսպասելիորեն անհետացավ 11-ամյա Լինդա Օ'Քիֆը։ Նա սովորաբար ամառային դպրոց էր գնում հեծանիվով, բայց հուլիսի 6-ին նրան առավոտյան դպրոց հասցրեց իր դաշնամուրի ուսուցիչը։ Դասերից հետո ժամը 12:30 Լինդան զանգահարեց մորը և խնդրեց, որ գա և իրեն վերցնի, քանի որ հեծանիվը իր մոտ չէր։ Մայրը, որը տնից էր աշխատում, ասաց, որ զբաղված է և առաջարկեց աղջկան տուն վերադառնալ ոտքով։ Լինդան տխրեց, նույնիսկ լաց եղավ, սակայն ի վերջո համաձայնվեց և դուրս եկավ դպրոցից տուն գնալու համար։ Դպրոցից մինչև տուն ընդամենը 2 կիլոմետր էր, բայց աղջիկը այդպես էլ չհասավ։ Սկզբում մայրը մտածեց, թե Լինդան ընկերների հետ է ժամանակ անցկացնում, սակայն երբ երեկոյան 6-ին աղջիկը դեռ չէր վերադարձել, նա սկսեց զանգահարել բոլոր հարևաններին և աղջկա ընկերների ընտանիքներին։ Ոչ ոք նրան այդ օրը չէր տեսել։ Երբ հայրն էլ վերադարձավ աշխատանքից, ընտանիքը սկսեց անձամբ որոնել աղջկան, շրջելով ամբողջ թաղամասով և նրա սովորական ճանապարհով, և երբ որոնումները արդյունք չտվեցին, նրանք դիմեցին ոստիկանություն։ Ոստիկանությունը սկսեց լայնածավալ որոնումներ, ներգրավելով շներ, ուղղաթիռներ և բազմաթիվ կամավորներ, բայց մինչև առավոտ ոչինչ չգտնվեց։ Հաջորդ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում հեծանվորդների մի խումբ, որոնց մեջ կային հայր և որդի, հայտնվեցին մոտակա զբոսայգում, Լինդայի տնից 9 կիլոմետր հեռու։ Նրանք նկատեցին խոտերի մեջ ինչ-որ բաց գույնի առարկա, և երբ մոտեցան, պարզվեց դա երեխայի մարմինն էր։ Տղամարդը հիշեց թերթում կարդացած պատմությունը անհետացած աղջկա մասին և անմիջապես հասկացավ, որ դա Լինդան է։ Նրանք արագ տեղեկացրին ոստիկանությանը։ Երբ քննիչները ժամանեցին դեպքի վայր, հաստատվեց, որ զոհը Լինդա Օ'Քիֆն էր։ Նահագին ուներ այդ նույն սպիտակ զգեստը, որը մայրը կարել էր իր ձեռքով, իսկ կողքին ընկած էր ուսապարկը։ Միայն կոշիկները չգտնվեցին։ Դատաբժշկական փորձաքննությունը պարզեց, որ աղջիկը խեղդամահ է արվել և ենթարկվել է սեռական բռնության։ Մահը տեղի էր ունեցել գիշերվա 11-ից մինչև 2-ի ընթացքում։ Քննիչները ենթադրեցին, որ Լինդային առևանգել են դպրոցից հետո և մոտ 12 ժամ պահել են ինչ-որ վայրում։ Բռնության հետքերից վերցված նմուշները պահպանվեցին լաբորատորիայում հետագա ԴՆԹ հետազոտությունների համար, որոնք այն ժամանակ դեռ հնարավոր չէին։ Ոստիկանությունը սկսեց հարցաքննել բոլոր հնարավոր վկաներին՝ Լինդայի դասընկերներին, ուսուցիչներին և հարևաններին։ Շուտով հայտնվեց մի աղջիկ, ով պատմեց, որ Լինդային տեսել է ճանապարհին։ Նա պատմեց, որ Լինդայի կողքով անցել է բաց կապույտ ֆուրգոն։ Քիչ ուշ երկու նոր վկա, մայր և դուստր, հաստատեցին, որ տեսել էին, թե ինչպես է Լինդան կանգնած այդ մեքենայի մոտ խոսում վարորդի հետ։ Նա նստեց այդ ֆուրգոնը և այն հեռացավ։ Վկաները նկարագրեցին տղամարդուն 25-ից 30 տարեկան, բաց մազերով և երկար դեմքով, բայց չհիշեցին մեքենայի համարը։ Ոստիկանությունը որոնում էր այդ ֆուրգոնը ամբողջ նահանգով մեկ, բայց ապարդյուն։ Մի կին պատմեց, որ սպանության գիշերը լսել է կանացի ճիչ «Դադարեցրեք, ցավում է» բառերով։ Մեկ այլ վկա, նկարիչը, նկատել էր երիտասարդ տղամարդու, որը թփերի միջից դիտում էր, թե ինչպես են ոստիկանները աշխատում դեպքի վայրում, և տարօրինակ կերպով արդեն գիտեր, որ զոհը աղջիկ է, բայց ապացույցներ չգտնվեցին։ Մի քանի օր անց մի երիտասարդ Պիթեր Վուդսոն անունով խոստովանեց սպանությունը։
Նա ապրում էր նույն թաղամասում և սովորում էր Լինդայի քրոջ հետ նույն դասարանում, սակայն շուտով պարզվեց, որ նրա խոստովանությունը կեղծ էր։ Նա պարզապես կրկնել էր այն, ինչ կարդացել էր թերթերում։ Վկաները հաստատեցին, որ նա չէր կարող լինել մարդասպանը։ Գործը սառեց տարիներով։ Մի քանի ամիս անց նույն շրջանում ևս մեկ աղջիկ բռնության ենթարկվեց, բայց նրա վրա հարձակված տղամարդը ուրիշ էր։ Քննիչները փնտրեցին նոր ապացույցներ, սակայն ոչինչ չգտան։ 2001 թվականին Լինդայի մարմնի վրա մնացած կենսաբանական հետքերը ուղարկվեցին ԴՆԹ փորձաքննության։ Ստացվեց հստակ ԴՆԹ պրոֆիլ, բայց այն ոչ մեկի հետ չէր համընկնում։ Հանցագործը երբեք չէր հայտնվել ոստիկանության տվյալների բազայում։ Տարիներ անց, երբ ԴՆԹ տեխնոլոգիաները զարգացան, 2018 թվականին քննիչները դիմեցին մասնավոր լաբորատորիային։ Լաբորատորիան ԴՆԹ-ից կազմեց մարդասպանի դիմանկար, թե ինչպես նա կարող էր երևալ երիտասարդ տարիներին և հիմա։ Այդ նկարները լիովին համընկնում էին 70-ական թվականների վկաների նկարագրություններին։ Ոստիկանությունը նոր մեթոդ կիրառեց։ Սոցիալական մեդիայի միջոցով պատմեց Լինդայի պատմությունը հենց նրա անունից։ Թվիթերում հրապարակվեց նրա կյանքի վերջին օրվա պատմությունը առաջին դեմքով, և միլիոնավոր մարդիկ հետևեցին այդ գրառումներին։ Այդ հրապարակումների շնորհիվ գործը ստացավ համաշխարհային ուշադրություն։ Շուտով լաբորատորիան կարողացավ գտնել մարդասպանի հարազատներին ԴՆԹ-ի միջոցով։ Մի քանի ամիս անց տվյալ բազայում գտնվեց հենց սպանողը՝ Ջեյմս Ալեն Նիլ անունով մի տղամարդ, որը 1973-ին ապրել է նույն տարածքում։ Նա ինքն էր տարիներ առաջ ներբեռնել իր գենետիկական նմուշը ընտանեկան որոնումների կայք, և ոստիկանները սկսեցին հետևել նրան։ Երբ Նիլը մեքենայի մեջ ծխեց և նետեց այն գետնին, քննիչները վերցրին և ԴՆԹ համեմատեցին Լինդայի գործի նմուշի հետ։ Համընկնումը կատարյալ էր։ Այդպես բացահայտվեց կեսդարյա հանցագործությունը։ Ջեյմս Նիլը ձերբակալվեց 2019-ին։ Պարզվեց, որ նա մանկուց բռնության էր ենթարկվել, ունեցել հանցավոր անցյալ, գողություններ, խարդախություններ և մի քանի անգամ բռնություն էր գործադրել անչափահասների նկատմամբ։ Նրա համակարգիչներից հայտնաբերվեցին անօրինական նյութեր, սակայն դատավարությունը չհասցրեց լինել։ 2020-ի մայիսին, մինչ դատը կսկսվեր, Նիլը մահացավ բանտի հիվանդանոցում, թոքերի քաղցկեղից։ Այսպես Լինդա Օքիվի սպանության գործը, որը մնացել էր չբացահայտված 46 տարի, վերջապես լուծվեց։ Նրա ծնողները այդ օրը չտեսան, բայց քույրերն իրենց շնորհակալությունը հայտնեցին քննիչներին, ասելով, որ արդարությունը թեկուզ ուշացած, բայց վերջապես հաղթեց։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մինչ նոր հանդիպում։